Դադարեցվում է հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդերեսիների ծառայությունը։ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Թրիփին միանալու տարբերակները։ Եպիսկոպոսները ծանոթագրեր են ստացել որպես մեղադրյալ քննչական կոմիտեն ներկայանալու համար։ 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հանդեպ կիրառվել է համաներում։ Իրանի 4 քաղաքներում այսօր առնվազն 4 խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Գազայում իրավիճակը կրկին սրվել է իսրայելական օդուժի ավիահարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել։ CNN-ի նախկին հաղորդավարն ու լրագրողը ձերբակալվել եւ մեղադրվել են ծանր հանցագործությունների մեջ Մինեսոտայի ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության դեմ բողոքի ցույցերի լուսաբանման համար։ Միասնական երթուղու գործարկումը դեռևս հետաձգվում է ու շարունակում մնալ կառավարության ծրագրում։ Ինչու է տղաների թիվը բուհերում տարեցտարի նվազում։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Դադարեցվում է հայ առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված գնդերեսիների ծառայությունը։ Այսուհետև հոգևոր ծառայողները կգործեն գլխավոր շտաբի բարոյահոգեբանական վարչության համակարգմամբ։ Ընդդիմադիրները ենթադրում են, որ Պապիկյանի հրամանը քաղաքական արշավի մի մաս է։ Ինքը պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ բանակը չի խառնվում այս հարցին։ Մենք հաշտում ենք չենք վախի։ 44-օրյա պատերազմի դրվագներից է, երբ գնդերեցները մեկնում են առաջնագիծ։ Գնդերեցները խաչով եւ զենքով զինվորի կողքին էին։ Նրանցից շատերն անմահացան թշնամու դեմ մարտերում։ Հայոց ռազմական գործողությունների ողջ պատմությունը թափանցված է նաև հոգևորի մասնակցությամբ։ Բոլոր ժամանակներում հոգևորականությունը եղել ժողովրդի հետ եւ որոշ դեպքերում էլ զենքը ձեռքին է գնացել կռիվել, ինչի մասն է խոսքը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով փետրվարի 1-ից կդադարեցվի զինված ուժերի հոգևոր ծառայության առաջնորդի եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու կողմից հոգևոր ծառայողների գործունեությունը Հայաստանի պաշտպանության նախարարության համակարգում։ Դա հոգևորեն առանցքն է, որը պետք է պահի, ասենք, տվյալ զորամիավորումը հայոց առաքելական եկեղեցու կամ մեր դավանանքի շրջանակ։ Հիմա ինչով է դա բացատրվում, որ ասենք կտրուկ դնում վերացնում ենք, մենք հոգևոր որևէ տար ուզում ենք չմնա մեր բանակում։ Թե ուղղակի հայոց առաքելական եկեղեցին ենք բացառում իր մասնակցությամբ, ասենք, հնարավոր բոլոր ստրուկտուրաներում բանակային։ Դժվար պատկերացնելի որոշում է իմ համար, թե ինչից ելնելով է դա։ Հոգևոր ծառայությունը զինված ուժերում հսկայական դեր է ունեցել զորքերում, բարոյահոգեբանական վիճակի, զինծառայողների միջև հարաբերությունների եւ ուսումնական դաստիարակչական գործընթացների վրա։ Գոյություն չունի բանակ առանց հոգևոր կիրիգմայի, հոգևոր միջուկի, առանց այդ ներքին դիմադրունակության, երկնային ու երկրային հարաբերությունների փոխթափանցման գոյություն չունի բանակ։ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածի պահանջն է։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում։ Յուրաքանչյուր բանակի հոգևոր ինքնությունը դա անհրաժեշտություն է, որպեսզի բանակը չվերածվի ոչնչացման մեխանիզմի։ Հոգևոր ծառայության նպատակներից է զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել Քրիստոսի ավետարանին եւ քրիստոնեական հավատքի սկզբունքներին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքի, եկեղեցական կանոնների եւ ամանդության համաձայն, Հայաստանի զինված ուժերի անձնակազմին դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով եւ ազգային հայրենասիրական ոգով։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Քննչական կոմիտեում բարձրաստիճան հոգևորականների հարցաքննությունները այս պահին շարունակվում են։ Փաստաբան Արա Զոհրաբյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանոթագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր քննչական կոմիտե ներկայանալու համար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական կոմիտե են կանչվել Գուգարքի եւ Սյունիքի թեմերի առաջնորդները եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը եւ Մակար Հակոբյանը, ինչպես նաեւ Տեր Մովսես Քահանա Սահակյանը։ Հոգևորականները քննչական կոմիտեին հրավիրվել Մասացյոտնի թեմի նախկին առաջնորդ
սարքալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով։ Այս պահին քննչական մարմնի շենքում են գտնվում Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովանեսյանը, եկեղեցականաց եւ երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովանեսյանը, Մայր Աթոռի միաբան Հայկազուն arczepiskopos Նաջարյանը եւ Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Թրիփին միանալու տարբերակները, Երևանի հարցումները օպերատիվ կերպով մշակվում են, ճեպազդրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով դեպի Թուրքիա եւ Ադրբեջան տանող երկաթուղային հատվածները վերանորոգելու Հայաստանի խնդրանքը։ Նրա խոսքով Մոսկվան հաստատում է միացման հնարավոր տարբերակներ ուսումնասիրելու պատրաստակամությունը։ Ի վերջո, ինչ է ասում Ռուսաստանը Սյունիքի ամերիկյան ճանապարհ նահանգների նախագահի պատվին անվանակոչված միջազգային խաղաղության ու բարգավաճման երթուղի գալու մտադրություն ունեն, Դաշնության արտգործնախարարության ներկայացուցիչն է հայտարարում հաստատում երկրի պատրաստակամությունը ուսումնասիրելու Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք ծրագրին միանալու հնարավոր տարբերակները, այդ թվում մեջբերում եմ ռուսական երկաթուղիների եզակի փորձառությունը հաշվի առնելով։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման եւ գործունեության բոլոր մանրամասներին, որքան մենք ենք հասկանում, այն գտնվում է սկզբնական փուլում։ Մեր առաջարկը Երևանին անցկացնել թեմատիկ խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ մնում է ուժի մեջ։ Օգոստոսության գագաթնաժողովից հետո Մոսկվան այս էլ որերորդ անգամ է ի ցույց դնում Հարավային Կովկասի թոփնորության նկատմամբ իր հետաքրքրությունը։ Միայն թե նույն ընթացքում պաշտոնական Երևանից տարբեր պաշտոնյաներ արդեն բանաձևել են։ Սա երկկողմ ծրագիր է, որևէ երրորդ կողմի ներգրավվածության համար կանաչ լույս պետք է վառի նաև Միացյալ Նահանգները։ Ավելին, հենց Վաշինգտոնում վերջերս պետքարտուղար Ռուբիոյի հետ մեր երկրի գլխավոր դիվանագետը հաստատեց Թրիփ նախագծի հայ-ամերիկյան իրականացման շրջանակը եւ դրանից հետո պատասխանելով լրագրողների հարցերին Արարատ Միրզոյանը նշեց, որ Թրամփի երթուղու ծրագրին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը չի տեսնում։ Մենք նպատակ չունենք որևէ կերպ դուրս թողել Ռուսաստանին։ Ակնհայտորեն Հայաստանի տարածքում Ռուսաստանը տարբեր ենթակառուցվածքներում ներկայություն ունի, նույն երկաթուղիներում եւ սա Ռուսաստանի համար եւս կրկին Թրիփում ոչ, բայց Թրիփի շարունակություն, Թրիփին առնչվող ուրեմն այլ գործունեություն, կապ, համագործակցություն կարող է նաև ստեղծվել Ռուսաստանի Դաշնության համար։ Փորձագետ վերլուծաբանների գնահատմամբ Թրիփին միանալու համար որևէ երրորդ երկրի կանաչ լույս վառելու հարցում Երևանը մշտապես հիշում ու ընդգծում է, որ ծրագիրը երկկողմ է, ամեն բան միայն Հայաստանից կախված չէ, երբ համագործակցության ձեռքը Ռուսաստանից է, իսկ եվրոպական երկրների Սյունիքի այս ճանապարհ գալու հարցում իշխանությունների կողմից ողջավորություն, ավելին շահագրգռվածություն են տեսնում մասնագետները։ Եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության շահերի մասին եւ խոսում ենք երկարատև նաեւ անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանում նաեւ կայունության մասին, ապա ճիշտ կլինի, որ այդ ծրագրում ներգրաված լինեն տարածաշրջանի հիմնական գործոնները։ Այդ թվում նաեւ Ռուսաստան, հետագայում լավ կլիներ, որ նաեւ այդ ծրագրին միանան նաեւ Եվրամիությունն ու օրինակ Չինաստանը։ Դա իսկապես կբերեր կայուն խաղաղություն մեր տարածաշրջանին, կպահպանվեր այդ բալանսը եւ հետեւաբար Հայաստանը չէր դիտարկվի որպես մի տարածք, որտեղ շահերի բախում է տեղի ունենում։ Սակայն եթե մենք խոսում ենք այսօրվա իշխանությունների, տեսլական առաջարկում են Ռուսաստանին վերանորոգել որոշ ճանապարհներ, որոնք միավորում են Հայաստանը Ադրբեջանի հետ եւ Հայաստանը Թուրքիայի հետ։ Այս ենթակառուցվածքների վերանորոգման մասին առանց կոնկրետ դետալներ հստակեցնելու օրերս ճեպազրույցում վարչապետը հայտարարեց, որ դրական ազդակներ ստանում են։ Ռուսաստանից արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Զախարովան է մանրամասնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապող Հայաստանի երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ Երևանի հարցումները մշակում են արագորեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա հանդեպ կիրառվել է համաներում։ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով օժանդակել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց Պոակին անհատույց
օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն։ Հիշեցնենք, որ վերոնշյալ տարածքի վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևանի Կողբացի փողոցի 36 կոտորակ 3 հասցեում կառուցված համալիրից 235.8 քառակուսի մետր մակերեսով տարածքի սեփականության իրավունքը։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Իրանի 4 քաղաքներում այսօր առնվազն 4 խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Գազայում իրավիճակը կրկին սրվել է իսրայելական օդուժի ավիահարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել։ CNN-ի նախկին հաղորդավարն ու լրագրողը ձերբակալվել եւ մեղադրվել են ծանր հանցագործությունների մեջ Մինեսոտայում ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության դեմ բողոքի ցույցերի լուսաբանման համար։ Միասնական երթուղու գործարկումը դեռևս հետաձգվում է ու շարունակում մնալ կառավարության ծրագրում։ Ինչու է տղաների թիվը բուհերում տարեց-տարի նվազում։ Շարունակում ենք թողարկումը։ Իրանի Բանդաշ, Աբաս, Ահվազ, Քասրե Շիրին եւ Աբադան քաղաքներում այսօր առնվազն 4 խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Ռազմական թղթակից Օլեգ Բլոխինի տեղեկացմամբ նշված բոլոր քաղաքները կամ ռազմավարական նշանակության օբյեկտներ են կամ ունեն ռազմածովային բազաներ, կամ էլ գտնվում են Իրաքի հետ սահմանին։ Չհաստատված տեղեկություններ կան Բանդաշ, Աբասում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի սպանության մասին, հրապարակվել է լուսանկար Բանդաշ Աբասից։ Այսօրվա պայթյունի ուժգնությունը, ինչպես նաև հասցված վնասի չափերը լավ երևում են։ Սկսվել է միջադեպի հանգամանքների քննություն, որից հետո կհայտնվի զոհերի եւ տուժածների վերջնական թիվը։ Թասնիմ գործակալություն առայժմ հայտնում է 1 զոհի մասին, Բանդաշ Աբասի վնասված շենքի բոլոր բնակիչները տաշհանվում են։ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին երկրում վարչակազմի փոփոխության հեռանկարը պատրանք է որակել։ Անդրադառնալով երկրում տեղի ունեցող վերջին զարգացումներին, բողոքի ցույցերին ու զոհերի թվի մասին տվյալներին, նախարարը ոչ իրանական մի շարք աղբյուրների տարածած տեղեկությունը անարժանահավատ է անվանել։ Նրա խոսքով տասնյակ հազարավոր զոհերի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Իդեպ Իրանի արտգործնախարար Արաղչին հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև տարաձայնությունների հնարավոր կարգավորումը եւ նոր համաձայնագրի կնքումը կարող են ճանապարհ բացել էներգետիկ ոլորտում գործակցելու համար։ Սին պատրանք է, թե վարչակազմը կփոխվի, որոշ մարդիկ հավատում են դրան։ Մեր համակարգն այնքան արմատացած է, այնքան ամուր հիմք ունի, որ անհատների գալն ու գնալը ոչինչ չի փոխում։ Համակարգը շարունակում է աշխատել։ Խոսում են 30 կամ 50 հազար զոհվածի մասին։ Սուտ է, պաշտոնական տվյալների համաձայն 3117 մարդ է մահացել։ Գազայում իրավիճակը կրկին սրվել է, իսրայելական օդուժը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի որոշ բնակավայրերի, ավիահարվածների զոհերի թիվը հասել է 26-ի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն է կազմակերպության ֆինանսական փլուզման եզրին հայտնվելու վերաբերյալ արտահայտել իր մտահոգությունը, դա իրողություն կդառնա այն դեպքում, եթե կազմակերպության անդամակցող երկրները չսկսեն վճարել իրենց պարտադիր վճարները, հայտարարել է Գուտերեշը եւ հավելել, որ կազմակերպության անդամ պետությունների պարտքը հասել է 1 միլիարդ 600 միլիոն դոլարի։ ՄԱԿ-ը խնդիրների է բախվում ամենամեծ հովանավորի Միացյալ Նահանգների կամավոր ֆինանսավորման կտրուկ կրճատման պատճառով։ CNN-ի նախկին հաղորդավար Դոն Լեմոնը եւ ազատ լրագրող Ջորջա Ֆորտը ձերբակալվել եւ մեղադրվել են ծանր հանցագործությունների մեջ։ Մինեսոտայում ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության դեմ բողոքի ցույցերի մասին իրենց լուսաբանման համար։ Որոշում ազդարարում է Միացյալ Նահանգներում մամուլի վրա հարձակումների լուրջ սրման մասին, հայտարարել է լրագրողների պաշտպանության կոմիտեն։ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրավապահ մարմիններին օգտագործում է որպես զենք անցանկալի լրագրողների դեմ։
Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության խմբակցության падգամավորները Պետդումա ներկայացած նոր օրինագծով առաջարկում են դատվածություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար երկիր մուտքի ցմահ արգելք սահմանել։ Առաջարկվում է ցմահ արգելել օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող այն անձանց մուտքը, որոնք ունեն ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար, ինչպես չհանված կամ չմարված, այնպես էլ հանված եւ մարված դատվածություն։ Փաստաթղթում նշվում է նաև, որ այս միջոցները առաջարկվում են Ռուսաստանի քաղաքացիներին զգալի վնաս հասցնել եւ նրանց հիմնարար իրավունքների խախտումը կանխելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների հանցավորության մակարդակի նվազեցման ուղղված կանխարգելիչ քայլերի շրջանակում։ Հունվարի ավարտը նշանավորվել է եւս մեկ եղանակային ռեկորդով։ Մոսկվայում անցած գիշեր գրանցվել է այս տարվա նվազագույն ջերմաստիճանը, որը հասել է -20.4-ի։ Ռուսաստանի մայրաքաղաքում 3 թեթև ձյուն չի տեղացել եւ մեկ օրվա ընթացքում ձյան ծածկույթի բարձրությունը նվազել է 1 սանտիմետրով, հասնելով 60-ի, սա դարձել է հունվարի վերջին օրվա նոր օրական ռեկորդը։ Ավտովթար Կոտայքի մարզում այսօր առավոտյան Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչը Opel Magnish-ի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի հայ-ֆիդայինների փողոցում դուրս գալով երթևեկելու գոտուց բախվել է էլեկտրասյանը եւ կողաշրջվել։ Վթարի հետևանքով ուղևորը Արարատի մարզի 48-ամյա բնակիչը տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, սթափության փորձաքննությունը պարզել է, որ վարորդը եղել է սթափ։ Միասնական երթուղու գործարկումը դեռևս հետաձգվում է ու շարունակում մնալ կառավարության ծրագրում, ինչու այն հետաձգվում, իսկ ինչ էր խոստանում կառավարությունը։ Կառավարությունը խոստանում էր ներդնել միասնական երթուղային ցանց եւ ստեղծել դրա համար հարթակ, որը հնարավորություն էր ընձեռելու ամբողջական տեղեկություններ ստանալ երթուղիների վերաբերյալ, այդ թվում մեկնման ժամերի, սկզբնակետերի, վերջնակետերի, ուղեգծերի մասին։ Միասնական երթուղային ցանց ամբողջ հանրապետության համար։ Այս խոստումը ներառված էր կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագրում։ Խոստում, որի նպատակն էր ապահովել բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումը, բարձրացնել որակն ու վերահսկողությունը։ Սակայն այսօր ծրագրի ավարտին մոտ միասնական երթուղային ցանցը ամբողջությամբ գործում է միայն Կոտայքի, Արագածոտնի մարզերում ու Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Մնացած տարածքներում ծրագիրը կա թղթի վրա, բայց ոչ ճանապարհին։ Կառավարությունը հայտարարում էր, որ կստեղծի միասնական հարթակ, որտեղ քաղաքացիները կկարողանան տեսնել երթուղիների մեկնման ժամերը, սկզբնակետներն ու վերջակետերը։ Կիրառվելու էին նորագույն տեխնոլոգիաներ, ներդրվելու էր էլեկտրոնային տոմսավորման համակարգ, ինտերակտիվ քարտեզներ, թվային վերահսկողություն եւ անգամ վթարների դեպքում արագ արձագանքման համակարգ։ Բայց խոստումներից շատերը այդպես էլ մնացին չիրագործված։ Թե որից տուրիստ Հրազդանից ցանկանագնա իջմիածին, հավելվածով արդեն իր համար պարզ կլինի, որտեղ է ավտոբուսը լինելու, ժամը քանիսին, որտեղ է իջացնելու, հաջորդ կանգառը ավտոբուսի որտեղ մոտենա, այդ ամեն ինչը արդեն իսկ հեշտացվում եւ կանոնակարգվում է։ Իսկ հիմա ութին շարժումը շուտ կգա, մարդ չի հավաքվում, եկեք մի քիչ էլ սպասենք, այդպես մոտեցում է էլի լինում։ 2025 թվականի փետրվարին կառավարությունը փաստացի ընդունեց ծրագիրը նախատեսված ձևով իրականացնել չի հաջողվում։ Մրցույթները որոշ մարզերում պարզապես չեն կայացել հայտերի բացակայության պատճառով։ Պատճառը նույնն է՝ խոշոր ներդրումներ, բարձր ռիսկեր եւ բիզնեսի համար ոչ գրավիչ պայմաններ։ Որոշ դեպքերում մրցույթին ներկայացվել է ընդամենը 1 հայտ, ինչը բացառում է մրցակցությունը։ Կատարված օրենսդրական փոփոխությունները եւս չփոխեցին իրավիճակը։ Համակարգի ներդրման նպատակով հայտարարված միջազգային երկփուլ մրցույթի գնահատման աշխատանքները ավարտին չեն հասցվել, քանի որ տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստում ժամկետը հետաձգվել է, հաշվի առնելով համակարգի ներդրման տեխնիկական եւ ծրագրային ապահովման հետ կապված հարցերը։ Խնդիրները միայն երթուղիներով չեն ավարտվում, թվայնացումը, որի մասին կառավարությունը խոսում էր որպես համակարգի հիմք, նույնպես դեռ ճանապարհին է։ Խոստացված միասնական հարթակը, որտեղ պետք է հասանելի լինեին բոլոր երթուղային տվյալները, այս պահին բացակայում է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ ստեղծվել է երթուղային ցանցի մոդելավորման եւ վերահսկողության ծրագրային համակարգ, որը դեռ գործարկման փուլում է։ Սակայն մինչև այժմ էլեկտրոնային տոմսավորման եւ ենթակարգավորման համակարգերը եւս ներդրված չեն։ Հետաձգվել է նաեւ
եւ վթարների դեպքում արագ արձագանքման միասնական համակարգի ներդրումը։ Չնայած տեխնիկական առաջադրանքը մշակված է եւ միջազգային մրցույթն անգամ հայտարարված է, գործընթացը կանգ է առել ծրագրային ու տեխնիկական խնդիրների պատճառով։ Այսպիսով միասնական երթուղային ցանցը, որը պետք է դառնար հանրապետական մասշտաբի լուծում, այսօր գործում է մասնակի, անհավասար եւ բազմաթիվ չիրականացված խոստումներով։ Իսկ քաղաքացիների համար սպասարկման որակը շարունակում է կախված մնալ ոչ թե ծրագրերից, այլ իրականությունից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ինչու է տղաների թիվը բուհերում տարեստարի նվազում, վիճակագրական տվյալների համաձայն բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվում են հիմնականում աղջիկները։ Տղաներից շատերը նախընտրում են արագ մուտք գործել աշխատաշուկա, ֆինանսական անկախություն ձեռք բերելու նպատակով։ Թե 21-րդ շրջանում հայ տղաների մոտ ինտելեկտուալ աճն այլևս մոդայիկ չէ կամ նվազ մտավոր կարողություններ ունեն, մասնագետները ահազանգում են։ Տղաների թիվը համալսարաններում տարեցտարի նվազում է, մասնագետները մտահոգ են, բարձրագույն ուսումնական հաստատություններում քչերն են ցանկանում շարունակել կրթությունը։ Այս միտումը պայմանավորված է մի շարք գործոններով, տղաներից շատերը նախընտրում են հնարավորինս արագ մուտք գործել աշխատաշուկա, ֆինանսական անկախություն ձեռք բերելու նպատակով։ Աշխատանքային միգրացիան նույնպես զգալի ազդեցություն ունի։ Շատերը դեռ ուսանողական տարիքում մեկնում են արտերկիր ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու։ Բացի այդ, որոշների համար բարձրագույն կրթությունը չի ընկալվում որպես արագ արդյունք ապահովող ներդրում, հատկապես երբ աշխատաշուկայում պահանջարկ ունեն նաև մասնագիտական եւ արհեստագործական հմտությունները։ Մեր մոտ զարգանում են տարբեր կրթական ծառայություններ առաջարկող կազմակերպություններ, լիցենզավորված, ոչ լիցենզավորված, մարդիկ այսօր ժամանակ չեն ծախսում դասական ակադեմիկական կրթություն ստանալու վրա, որոշակի դասաթափային կենտրոններում ստանում են տարբեր մասնագիտություններ, որոնք ավելի մրցունակ են, պահանջված մասնագիտություններ կա աշխատաշուկայում լավ վարձատրող, որոնք մեր բուհական համակարգը առաջարկում։ Ի տարբերություն տղաների, աղջիկները վերջին տարիներին ավելի ակտիվ են ներգրավում բարձրագույն կրթության համակարգում։ Մասնագետների վկայաբերած վիճակագրությունը ցույց է տալիս, որ համալսարաններում աղջիկ ուսանողների թիվը ոչ միայն չի նվազում, այլև որոշ ոլորտներում զգալիորեն աճում է։ Հաղթահարվել է սահմանափակումների մտածելակերպը։ Նախկինում կար սահմանափակումներ մտածելակերպի առումով, որ աղջիկները այդքան շատ չէին գնում բարձրագույն հաստատություններ սովորելու, բայց այսօր 21-րդ դարի զարգացման տեմպերը նպաստում են դրան, որ մտածելակերպը ընդհանուր փոխվել է եւ աղջիկներն ավելի մոտիվացված են մասնագիտություն ստանալ, ֆինանսական առումով կայուն դառնալ, սեփական աշխատանք ունենալ ու ինչը դրական է։ Այնուամենայնիվ մասնագետները զգուշացնում են, սեռային անհամաչափությունը նույնպես կարող է խնդիրների հանգեցնել։ Եթե մի շարք ոլորտներում տղաների մասնակցությունը շարունակաբար նվազի, իսկ աղջիկների թիվը աճի, դա կարող է ազդել մասնագիտական բաշխման եւ աշխատաշուկայի հավասարակշռության վրա։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այսօր եւ փետրվարի 1-ից 3-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամուշ գնացում, լեռնային շրջաններում բուք ցածր հորիզոնական տեսանելություն։ Փետրվարի 1-ի գիշերը եւ առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց, հանրապետության շրջանների առանձին հատվածներում փետրվարի 1-ից 4-ը սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում բուք ցածր հորիզոնական տեսանելություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ից 3-ը, փետրվարի 1-ից 3 նկած աստիճանաբար կբարձրանա 2-ից 4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում 6-ից 8 աստիճանով։ Երևանում հունվարի 31-ից 3-ը, փետրվարի 1-ից 4-ը սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։